Գեղեցկության եւ կատարելության որոնումներում մեր կողքին միշտ կանգնած է էսթետիկ բժիշկը։ Հայտնի պլաստիկ վիրաբույժ Հայկ Բախշյանի կաբինետում միշտ հյուսվում են պատմություններ կանանց երազանքների, որոնումների, փոփոխությունների եւ նոր հնարավորությունների մասին։ Հայկ Բախշյանին հանդիպեցինք իր կաբինետում հերթական գոհ ու երջանիկ բուժառուի այցելության պահին։ Նրանք միասին գնահատում էին վիրահատության արդյունքը։ Մանրամասն դիտարկման, գնահատման, հիացման մթնոլորտներ։ Երբ աշխատանքի արդյունքը սրտանց վայելում են եւ այցելուն, եւ բժիշկը, դա իսկական մասնագիտական հաղթանակ է։ Դա արվեստ է, որ փոխում է կյանքեր։ Այս կաբինետում ամեն օր ստեղծվում է տոնական տրամադրություն, մասնագիտության ուժով։ Բավականին երկար փնտրտուքներից հետո լավ եւ դրական կարծիքներ լսելով ընտրեցի հենց Հայկ Բախշյանին, մոտեցա կոնսուլտացիայի, հստակ եւ գրագետ պատասխաններ ստացա, ինչից հետո ընտրեցինք վիրահատության օրը։ Մտավախություններ եղել են, բայց երբ հասկանում ես, որ բժիշկը ունի երկար տարիների փորձ, այսինքն վարպետ է իր աշխատանքում, միանշանակ այդ վստահությունը ավելի շատ է լինում։ Բավականին լավ տրամադրվածությամբ եմ գնացել վիրահատության, որ կստանամ այն արդյունքը, ինչի որ այդքան երկար սպասել եմ։ Իսկ վիրահատությունից հետո, երբ քեզ տեսնում ես հայելու մեջ, ավելի կատարյալ, ավելի ինքնավստահ, միանշանակ զգացողությունները էլ ավելի կրկնապատկվում են։ Եթե մարդիկ ուզում են վիրահատության գնալ, միանշանակ պետք է ընտրեն լավագույնին, իսկ այս պարագայում իմ համար լավագույնը բժիշկ Հայկ Բախշյանն է։ Պարոն Բախշյան, ինչ են փնտրում կանայք ձեր կաբինետում եւ ինչ են ուզում ձեզնից։ Կարծում եմ իրենց երջանկությունը, գեղեցկությունը, ավելի անթերի տեսքը, ինքնավստահությունը, որը հնարավոր է լինում ստանալ մեր վիրահատությունների միջոցով։ Զգացողությունը, որ դուք շատ պահանջված մասնագետ եք։ Զգացողությունը ավելի պարտավորեցնող է, ավելի զգուշավոր ես դառնում, որպեսզի սխալներ թույլ չտաս, քանի որ արդեն ունես բավականին ճանաչված անուն, ավելի դժվար է լինում։ Իսկ այ ամենակարևորը, ձեր մասնագիտության մեջ դա որն է։ Ամենակարևորը, կարծում եմ, դա բարձր պատասխանատվությունն է։ Իսկ ինչն եք ամենաշատը սիրում ձեր աշխատանքի մեջ։ Երբ որ տեսնում եմ իմ երջանիկ պացիենտներին։ Ամենաթրենդային 3 վիրահատությունները այսօր։ Մեր պրոֆիլում կարծում եմ ամենաթրենդային վիրահատություն դա ռինոպլաստիկան է, հետո աչքերի ձգումը, հիմա շատ թրենդային է, եւ արդեն ընդհանուր դեմքի ձգման մասին է խոսքը։ Իսկ ձեր սիրած վիրահատությունը։ Քթի վիրահատությունը։ Այ պատասխանատվությունը կարծում եմ կրկնակի է, երբ երկրորդային է, չէ, վիրահատությունը քթի։ Այո, երկրորդային, երրորդային, արդեն վիրահատված քթերի պարագայում մի քանի անգամ բարձր է պատասխանատվությունը, թե որպես մասնագետ վիրահատության ընթացքի ու բարդության հետ կապված, նաև հաշվի առնելով պացիենտի հոգեբանական վիճակը, որովհետև իրենց համար էլ մի քանի անգամ ավելի ծանր է նորից դիմել նույն վիրահատությանը եւ անցնել այդ նույն ճանապարհը։ Երբևէ դուք մտածել եք, թե ինչու են ձեզ վստահում։ Ձեզ շատ են վստահում։ Կարծում եմ մտածելու բան չկա, որովհետև այդ ամեն ինչը ձևավորվել է տարիների աշխատանքի արդյունքով։ Կանանց հիմնական վախերը կապված էսթետիկ միջամտությունների հետ եւ ինչպես եք դուք հաղթահարում դրանք։ Վախերը բաժանվում են երկու տեսակի, կան վախեր, որոնք իրականում նորմալ է որ կա ու պետք է լինի, եւ կան վախեր, որոնք հիմնված են միֆերի վրա, որը որ լայն տարածում ունի։ Այն վախերը, որոնք որ հիմնված են միֆերի վրա, մենք բացատրում ենք մեր պացիենտներին, որ դրանք իրականում չկան ու չարժե դրանց համար վախենալ, իսկ այն նորմալ վախերը, որոնք որ իրականում կան ու կարող են լինել, դրանք վիրահատություններից հետո առաջացող բարդություններն են ու կան բարդություններ, որից ապահովագրվել չի լինում, դրանք մենք մանրամասն բացատրում ենք եւ տեղեկացնում ենք մեր պացիենտներին, որ կարող են լինել այսինչ հնարավոր բարդությունները
Կարծում եմ դա ավելի ճիշտ է, որպեսզի նախապես իմանան եւ տրամադրված լինեն։ Եթե ինչ որ դեպքում լինի բարդություն, իրենք արդեն տրամադրված լինեն, որ կարող է լինել, բայց կան նաեւ այդ բարդություններից խուսափելու եւ նաեւ լինելու պարագայում այդ բարդությունները շտկելու տեսակները։ Ես գիտեմ, որ առաջին հանդիպմանը ներկա է լինում ձեր այցելում դուք եւ Հայելին եւ սիրում եք երկար ու մանրամասն զրուցել։ Ինչի մասին է զրույցը։ Մեր համար ամենակարևորը այդ զրույցի նա է, որպեսզի մենք հստակ հասկանանք ինչ է ուզում մեր պացիենտը ու ինչի փոփոխության համար է նա դիմել։ Օրինակ կոնկրետ եթե վերցնենք նույն քթի վիրահատությունը, իմ համար մի քանի անգամ ավելի հեշտ է, երբ որ ես տեղեկացված եմ լինում մեր պացիենտի ցանկության մասին ու հստակ ինքը ինչ պատկերացում ունի ու ինչ տեսակի քիթ է նախընտրում։ Դա մի քանի անգամ ավելի հեշտացնում է մեր աշխատանքը, որովհետեւ մենք չմտածենք, այ օրինակ եթե այսինչ ֆորման ստանանք մեր պացիենտին դուր կգա, թե դուր չի գա։ Դրա համար երկար զրույցը ու շատ ժամանակ լինում է դեպքեր, երբ որ պացիենտը զրույցի ժամանակ է հենց կողմնորոշվում, ավելի հստակ հասկանում ինչ տեսակ է ուզում կամ ինչ չափի փոփոխություն է ցանկանում։ Փոխվել են արդյոք կանանց պահանջները վերջին տարիներին։ Մասամբ փոխվել են, մասամբ ոչ, կա մի հատված կանանց, որոնք որ ավելի նախընտրում են ավելի բնական փոփոխություններ, այսինքն լինեն փոփոխություններ, բայց որոնք հիմնականում ավելի շատ լուծում են տարիների ընթացքում առաջացած փոփոխությունները դեմքի ու ցանկանում են ուղղակի ավելի երիտասարդ երևալ ու երիտասարդանալ եւ կա հակառակ հատվածը, որոնք որ ավելի շատ ցանկանում են արհեստական դեմք, ավելի բարբի դեմք, այդպես են հիմա անվանում դրան, ավելի շատ բարբի դեմք են ցանկանում, այսինքն թե քիթը, թե աչքերի ձևը, հա, ավելի կլոր աչքեր ուզում են ավելի նշաձև լինի, ձգված լինի, ավելի դեմքը արհեստական լինի։ Կա նաև այդ հատվածը, որոնք որ այդպես են ցանկանում։ Էսթետիկ միջամտությունը արդյոք միշտ արտաքին գեղեցկության մասին է, թե այն ունի ավելի խորը ազդեցություն, այսինքն ինքնավստահության վրա։ Ես կարծում եմ, եթե ինքը ավելի խորը խնդիր չառաջացնի, այսինքն չազդի մարդու ինքնավստահության վրա, ինքնագնահատականի վրա, մեծ մասը չեն դիմի էսթետիկ միջամտության։ Հիմքը հենց դա է, պատճառը դա է լինում, երբ որ դիմում են էսթետիկ միջամտության։ Ու էսթետիկ միջամտությունը արդեն լուծում է ոչ միայն էսթետիկ խնդիրը, նաև մարդու հոգեբանական խնդիրը։ Մարդու ինքնագնահատականն է բարձրանում, ավելի անթերի տեսք է ունենում։ Ձեր զգացողությունը, երբ ձեր կաբինետի դուռը կինը փակում է ժպիտով։ Այդ ժամանակ եւս մեկ անգամ համոզվում ես, որ դու քո աշխատանքը շատ լավ ես անում։ Իսկ ո՞րն է սահմանը չափի մեջ մնալու եւ չափը անցնելու։ Սահմանը հստակ չեմ կարող նշել, բայց իրականում դա գոյություն ունի։ Ես աշխատում եմ հիմնականում այդ սահմանը անցնողների ուղղակի չվիրահատել կամ գործ չունենալ, որովհետև դա արդեն խոսում է հոգեբանական խնդիրների մասին, որով ճիշտ կլինի մենք չզբաղվենք։ Ձեր հաջողության բանաձևը։ Կարծում եմ շատ աշխատել։ Ինչն է առաջինը նկատում կնոջ արտաքինի մեջ։ Դեմքի թերությունները։ Կնոջ կարևորագույն հատկանիշը։ Կանացիությունը։ Ձեր կյանքի կարևոր կանայք։ Մայրս, կինս, քույրս։ Ուժեղ կին թե նուրբ։ Ուժեղ։ Ինչ պետք է անել կնոջ սիրտը շահելու համար։ Դա մի հատ մեծ փաթեթ է։ Ըստ ձեզ բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինը։ Ըստ ինձ Մոնիկա Բելուչին։ Ինչպես երջանկացնել կնոջը։ Սիրել։